Բարև ձեզ, այսօրվա նկարագրությունում անդրադառնանք Windows 11 Home եւ Windows 11 Pro հրատարակությունների տարբերություններին, փորձում ենք ընտրել Windows Home-ի եւ Pro-ի միջև, սրանք, որոնք թվարկեմ հիմնական տարբերություններն են երկու հրատարակությունների միջև, որոնց մասին դուք պետք է տեղյակ լինեք, ինչպես հավանաբար գիտեք, Windows-ի յուրաքանչյուր հիմնական տարբերակ գալիս է մի քանի տարբեր հրատարակություններով, մարդկանց մեծամասնության համար ամեն ինչ կախված է տնային Home եւ Pro պրոֆեսիոնալ լինելուց, սրանք երկու հրատարակություններն են, որոնք դուք կարողանաք գտնել խանութներում կամ նախապես տեղադրել համակարգչի վրա օգտվելով համացանցից։ Եթե դուք փնտրում եք համեմատություն Windows 11 Home-ի եւ Windows 11 Pro-ի միջև, ես հավաքել եմ հիմնական տեղեկություններից մի քանիսը, օտարերկրյա աղբյուրներից, նաեւ ոչ ռուսական, որտեղ տեղ են գտել հիմնական մի քանի տարբերություն։ Կարևոր է եւ այսպես իմանալ, որ մարդկանց մեծամասնության համար Windows 11 Home-ը գրեթե կանի այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է։ Ինչպես Pro Edition-ի անունն է հուշում, այն նախատեսված է մասնագետների համար, սովորաբար այն մարդիկ են, ովքեր օգտագործում են իրենց սարքերը աշխատելու համար, աշխատանքային գործունեության համար։ Այս ճակատում կամ ավելի ճիշտ կասեի ֆրոնտում կան մի քանի այլ լրացուցիչ առանձնահատկություններ, բայց եթե դուք Pro-ի մասին է խոսքը, բայց եթե դուք պարզապես համակարգիչ եք գնում անձնական օգտագործման համար, ապա Windows 11 Home-ը նույնպես լավ տարբերակ է։ Հիմա դուրս բերեմ իմ պատրաստած մի աուզյակ ամփոփային տեսք Windows 11 Home-ի եւ Pro-ի միջև, որոնք դուք կարող եք վիդեոն դնել պաուզայի վրա եւ համեմատել, այնուհետեւ շարունակել լսել իմ ներկայացրած տարբերությունները եւ այսպես գնացինք։ Նաեւ անհատականացման մասում Windows Home եւ Pro-ի միջև կան հետեւյալ տարբերությունները։ Windows 11-ի սկզբնական թողարկումով Home եւ Pro հրատարակությունների միջև առաջին էական տարբերությունն այն էր, որ Windows Home-ը թույլ չէր տալիս կարգավորել համակարգիչը տեղական հաշվի միջոցով, սա local account-ին է վերաբերվում, մինչդեռ Windows 11 Pro-ն թույլ էր տալիս։ Այնուամենայնիվ այն ժամանակից ի վեր Microsoft-ը փոխել է դա, այնպես որ Microsoft-ի արխիվը դեռ պահանջում է թե տնային օգտագործման համար, թե Pro Windows սարքը կարգավորելիս, սակայն դուք կարող եք հրաժարվել Microsoft-ի հաշվից, local account-ից, նույն երբ սարքը կարգավորում եք աշխատավայրում կամ դպրոցում օգտագործելու համար, կարող եք օգտագործել լուծում Microsoft-ի հաշիվը շրջանցելու համար, ինչպես տնային Home, այնպես էլ Pro մասնագիտական տարբերակներում։ Ինքս նման եղանակից օգտվել եմ, դա արվում է նաև հրահանգային տողի միջոցով, աղբյուրները գտնել համացանցում այդքան էլ դժվար չի։ Հաջորդ տարբերությունը Home եւ Pro-ի վերաբերվում է վիրտուալիզացման եւ հեռավոր աշխատասեղանների հետ կապված։ Windows 11-ի տնային եւ Pro տարբերակների միջև հիմնական տարբերությունը Windows-ում նաև վիրտուալիզացման գործառույթների աջակցությունն է։ Windows 11 Home-ը չի աջակցում Hyper-V-ին, պաշտոնապես, չնայած կարող ենք այն միացնել, կամ Windows Sandbox-ն է դա, հատուկ դա ինձ կարնշեմ Sandbox-ը միջավայր է, որը թույլ է տալիս գործարկել անվստահելի ծրագրեր առանց հիմնական օպերացիոն համակարգի վրա ազդելու, մի տեսակ պարզեցված վիրտուալ մեքենա Sandbox-ը, որի նպատակն է թույլ տալ օգտվողներին գործարկել ցանկացած ծրագիր առանց ռիսկերի, Home-ի պարագայում այն առկա չէ, չի լինում։ Բացի այդ, չնայած այն կարող է օգտագործվել որպես հեռավոր աշխատասեղանի հաճախորդ Pro տարբերակում, իսկ Home-ում հյուրընկալվող user չի կարող լինել, այնպես որ դուք չեք կարողանա հեռակամուտք գործել Windows 11 Home տնային համակարգիչ օգտագործելով Microsoft Remote Desktop-ը։ Այնուամենայնիվ նման նպատակների համար կարող եք օգտագործել երրորդ կողմի գործիքներ, ինչպիսիք են օրինակ շատերին քաջ հայտնի TeamViewer-ը։ Մինչդեռ Windows 11 Pro-ն աջակցում է այս բոլոր հատկություններին, Hyper-V-ն Windows-ում ներկայացված վիրտուալիզացման գործիք է, ինչը նշանակում է, որ դրա միջոցով կարող եք ստեղծել վիրտուալ մեքենաներ։ Եթե ցանկանում եք փորձել մեկ այլ օպերացիոն համակարգ, ինչ պատճառներով Windows-ի ավելի հին տարբերակը օգտագործելու համար կարող եք դա անել Hyper-V-ի միջոցով։ Վիրտուալ մեքենաները փոփոխություններ չեն կատարում ձեր հիմնական համակարգչում, այնպես որ կարող եք այդ ամենը անել առանց ռիսկի։ Եվ կրկին երրորդ կողմի ծրագրերից նշեմ, ինչպիսին են VMware-ը, Workstation Player-ը, որոնք թույլ են տալիս դա անել տնային տարբերակներում, Home տարբերակներում։ Հաջորդ անվտանգության մասով Home եւ Pro տարբերությունները, քանի որ բիզնես օգտվողները հաճախ զբաղվում են հատկապես զգայուն տեղեկատվությամբ, Windows 11 Pro-ն ունի նաև անվտանգության որոշ լրացուցիչ առանձնահատկություններ, նախ կա BitLocker կոդավորման աջակցություն, այս հատկությունը կոդավորում է ձեր կոդսկավառակի վրա պահված տվյալները, սա Pro-ին է վերաբերում, որպեսզի ոչ ոք չկարողանա մուտք գործել դրանք։ Նույնիսկ եթե ձեր համակարգիչը կոպիտ ասած գոհացված է, ձեր ֆայլերը պաշտպանված են ձեզանից, բացի այլ օգտվողներից։ Windows 11 Pro-ն գալիս է նաև Windows Information Protection-ով, կարճ ես այն հետ կհամարեմ WIP, դա տվյալների կորստի կանխարգելման գործիք է, որը կարող է օգնել կանխել տվյալների
արտահոսքը ընկերության ներսից։ Օրինակ օգտագործելով WIP Windows Information Protection ավտոմատ կերպով այն պաշտպանում է զգայուն ֆայլերը, դա քաղաքականություն է politic տերմինոլոգիայով, այսինքն ընկերությունները կարող են արգելել օգտագործողներին, յուզերներին բովանդակություն փոխանցել ընկերությունից դուրս։ Քանի որ WIP-ն ներկառուցված է անմիջապես Windows-ի մեջ, այն ապահովում է ավելի անխափան փորձ համեմատած երրորդ կողմի լուծումների։ WIP-ն կարող է նաև կիսել սարքի անձնական եւ բիզնես տվյալները, այնպես որ եթե ձեր համակարգիչը կորչի կամ կոպիտ ասած գողանա, բիզնես տվյալները կարող է հեռակար կարգով ջնջվել առանց դրա վրա անձնական տվյալների վրա ազդելու։ Հաջորդ պրոցեսոր եւ RAM-ի աջակցության անդրադառնանք։ Windows 11 Home-ը եւ Pro-ն ունեն նույն նվազագույն համակարգային պահանջները, ուստի դրանք հիմնականում կաշխատեն նույն համակարգիչների վրա։ Այնուամենայնիվ Windows 11 Home-ում իրականում ունի այլ սահմաններ համեմատած Pro-ի հետ։ Օրինակ Windows 11-ի տնային համակարգիչները կարող են ունենալ Home վերսիան, միայն մեկ պրոցեսորի միակցիչ եւ հետեւաբար մեկ պրոցեսոր, մինչդեռ Pro Edition-ը աջակցում է երկուսին։ Նախապես Windows Home-ն աջակցում է միայն մինչև 64 պրոցեսորային միջուկ, իսկ Windows 11 Pro-ն կարող է ունենալ մինչև 128։ Պրոցեսորի օգտագործումը Windows 11-ի Task Manager-ում Windows 11 Home-ը նույնպես սահմանափակվում է, այսպես ասած, միայն 128 GB օպերատիվ հիշողությամբ։ Իհարկե դա բավարար կլինի գրեթե ցանկացած սովորական օգտագործողի համար, նույնիսկ առաջադեմ խաղային համակարգիչները այդքան RAM չեն պահանջում օպերատիվ հիշողություն։ Այնուամենայնիվ Windows 11 Pro-ում այն սահմանվում է մինչև 2 TB-ով։ Դա հիմնականում օգտակար կլինի, եթե ցանկանում եք ստեղծել շատ վիրտուալ մեքենաներ, որոնց հատկացված է մեծ քանակությամբ օպերատիվ հիշողություն կամ RAM։ Հաջորդը ձեռնարկությունների կառավարման գործառույթներին է վերաբերվում։ Իհարկե Windows 11 Home-ի եւ Pro տարբերակների միջև եղած տարբերությունների հիմնական մասը բիզնեսի համար է։ Սարքերի կառավարման հնարավորության մեծ մասն ընդհանրապես հասանելի չէ Windows 11 Home-ում։ Այնուամենայնիվ Windows 11 Pro-ն աջակցում է այնպիսի բաների, ինչպիսիք են խմբային քաղաքականությունը կամ ավելի ճիշտ տերմինոլոգիայով ասած politic groups-ը, որը թույլ է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների ադմինիստրատորներին միանգամից կարգավորել որոշակի քաղաքականություն սարքերի տարբեր խմբերի համար։ Կոնկրետ Windows 11 Pro-ի բացառիկ առանձնահատկությունները հետևյալն են. բջջային սարքերի կառավարում, խմբային քաղաքականություն politic groups, roaming կորպորատիվ վիճակում, նշանակված մուտք, dynamic creating կամ պատրաստում կոպիտ ասած, Windows-ի թարմացում բիզնեսի համար, Active Directory Azure 8, այսինքն նաև Windows 10 ուներ Microsoft Store-ի բիզնեսի համար, բայց Windows 11-ը այլ մոտեցում է ցուցաբերել։ Microsoft-ը իրականում ամբողջությամբ փակում է Microsoft Store-ը բիզնեսի համար եւ այն փոխարինում կառավարման նոր ինտերֆեյսով օգտագործելով Microsoft Intune եւ Windows փաթեթի կառավարիչը։ Windows 11 Pro-ն աշխատանքային կայանների համար անդրադառնանք, չնայած լուսաբանվել է Windows 11 Home-ի եւ Pro-ի միջև եղած բոլոր տարբերությունները, կա եւս մեկ տարբերակ ելնող պատուանում, որը կոչվում է Windows 11 Pro աշխատանքային կայանների համար։ Սա ավելի շատ ընդլայնում է Windows 11 Pro-ի հնարավորությունները, այն նախատեսված է օգտագործողների շատ ավելի փոքր խմբի համար։ Այսինքն կարճ ասած, Pro-ն հնարավորություն է տալիս նաև օգտվել աշխատանքային կայաններից։ Մեկ այլ առավելություն է հեռավոր ուղղակի հիշողության հասանելիության աջակցությունը, որը թույլ է տալիս մուտք գործել հիշողություն մեկ համակարգչի վրա մյուսից առանց կենտրոնական պրոցեսորին դիմելու անցնելու անհրաժեշտության։ Սա ձեզ հնարավորություն է տալիս նույնպես ավելի արագ մուտք գործել ձեր ֆայլեր ծանրաբեռնվածությունն արագացնելու համար։ Սրանք Windows 11 Home եւ Pro հրատարակությունների հիմնական տարբերություններն էին, միգուցե մի փոքր թեորիապես ավելի բովանդակալից, ինչպես նշեցինք, դրանց մեծ մասը վերաբերվում է բիզնես օգտագործողների համար նախատեսված որոշակի գործառույթների շուրջ, կան մի քանի ծրագրեր, որոնք կարող են օգնել ձեզ պաշտպանել ձեր գաղտնիությունները, ոմանք նախատեսված են հատկապես զգայուն տեղեկատվություն պաշտպանելու համար, իսկ մյուսները կապված են օգտագործողների համար սարքերի արագ տեղադրման եւ հեռակալման համար Home-ի պարագայում, եւ այսպես Windows 11 Home-ը նախատեսված չէ բիզնեսի համար, թեև արգելված չէ արտոնագրով, կարելի է տեսնել, որ բոլոր առումներով այս տնային Home օպերացիոն համակարգի ֆունկցիոնալությունը շատ ցանկալի հնարավորություն է թողնում, բայց Windows 11 Pro-ի ֆունկցիոնալությունը շատ ավելի լավ է թվում։ Այս օպերացիոն համակարգի կառավարումը, թարմացման գործառույթները եւ տեղակայումներն արդեն ունեն կորպորատիվ բաղադրիչ Active Directory-ի հետ աշխատելու շնորհիվ եւ վերջաբանի փոխարեն կարող ենք նշել, որ Windows 11 Pro-ն իսկական պարգև է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար։ Այսքանը վերաբերվող Windows 11 Home եւ Pro վերսիաների տարբերության մասին։ Եթե վիդեոն ձեզ համար օգտակար էր կամ պիտանի դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին հետագա վիդեոները բաց չթողնելու համար։
համար, ձեզ հետ Կարենն էր, մինչ նոր հանդիպում։